Բայց եկեք մի անգամ էլ հասկանանք, շատ կոշտ գնահատականներ եք տալիս Բաքվում պահվող հայ պատանների դատավճիռներին, բայց որպես ընդդիմության ներկայացուցիչ, որպես ընդդիմադիր падգամավոր, ինչ կոնկրետ քայլ եք նախաձեռնել այս գործընթացը միջազգային հարթակ գոնե տեղափոխելու համար այս պահի դրությամբ։ Այս թեման ունի երկու հարթություն, առաջինը զգայականն է, էմոցիոնալն է, եւ երկրորդը փաստական։ Զգայական մասը առաջին հերթին կապված է զուգահեռ երկու իրականության մասին, մրցանակաբաշխություն եւ դատավճիռ, եւ այդ եղբայրության գործոնը, որը նաեւ մտցվում է երկու երկրների իշխանությունների հարաբերությունները, որտեղ բնականաբար դա երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների փաստ, որքան որ ցանկություն լինի, դրանք տասնամյակներով որևէ կերպ չեն կարող դրսևորվել։ Գիտեք ինչն է ավելի շատ հանրությանը զայրացնում, հանգամանքը, որ գիտեք այն ինչ որ մեզ հետ եղել է դեռ նոր է, դե թարմ է։ Մինչև հիմա կան զոհեր, որոնց աճումները մինչև հիմա դեռևս երաբալուրում չէ, այլ սեփավայրերում չեն, եւ այս իրավիճակում, երբ որ փորձում են արձանագրում բերել եղբայրության, որոնք արտահայտվում են երկու երկրների ղեկավարների մակարդակներում, հուզումնալից խոսքեր են հնչում, գիտեք, դրանք ակնհայտորեն այսօրվա իրականություն չեն արտացոլում։ Ադրբեջանի նախագահի համար դա նորմալ է, ինքը հասել է իր նպատակների առավելագույնին, հաղթանակի ապահովել նաև ի հաշիվ հայաստանյան իշխանությունների վարվող քաղաքականությանը եւ քաղաքական դիվանագիտական ռազմի դաշտում ունի առավելություն բանակցային գործընթացում վերևից է թելադրողի դիրքերից է եւ այլն։ Իսկ Հայաստանի իշխանությունն է փորձում ցույց տալ, որ մեր հետ որևէ բան տեղի չունեցել եւ տեղի process-ները բացառապես քաղաքական պրագմատիկ տիրույթում են, բնականաբար դա մեր իրողությունները չի անպատասխանում։ Երկրորդ հանգամանքը ինչ վերաբերում է կոնկրետ դատավարությանը, կա մի process, որը կարծում այսօր հանրության համար որոշակի առումով ընկալում արդեն իսկ ունի, որ սա բացառապես կոնկրետ մարդկանց, կոնկրետ հայերի նկատմամբ միայն դատավարություն չէ կամ վճիռ չէ, որովհետև նրանց միջոցով թիրախավորվում էր հայ ժողովուրդը,